Ձեզ ենք ներկայացնում պետական նպաստների մասին և պետական կենսաթոշակների մասին օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ հարցը, ուրեմն պետական նպաստների մասին օրենքում առաջարկում ենք կատարել լրացում, ըստ որի ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխային տրվող այսօրվա դրությամբ գործող կառավարության ծրագրի շրջանակում տրվող աջակցությունը դարձնել պետական նպաստ և սա հիմնավորվել է այն փաստարկներով, որ ծրագիրը ունեցել է դրական արդյունքներ, մենք նպատակները 2021 թվականի, երբ կառավարությունը մշակել և հաստատեց ծրագիրը, նպատակ կար, որ ընտանիքում երրորդ և հաջորդ կարգատվող երեխաների ծնունդները շատանան Հայաստանում, ինչը տեղի է ունեցել և ի թիվս այլ ուրեմն պետական երաշխիքների և ծրագրերի ունեցել ենք ցուցանիշների աճեր, օրինակ 2018 թվականին ընտանիքում երրորդ և հաջորդ կարգատվով ծնված երեխաների թիվը կազմել է շուրջ 8300 և 23-ին կազմել է 12400-ից ավել, 2024-ին 12000, այսինքն ունեցել ենք 45% աճ այս առումով և տարեկան միջինում 7% ցուցանիշի աճ ենք գրանցել, ուստի քանի որ ունեցել ենք դրական արդյունքներ, առաջարկում ենք այն դարձնել պետական նպաստի տեսակ։ Երկրորդ առաջարկը կապված է միանվագ ծննդյան նպաստի հետ, որը նաև փոխկապակցված է առաջի առաջարկի հետ, քանի որ երրորդ և հաջորդ երեխա ունեցող ընտանիքների համար աջակցության ծրագիրը դառնում է պետական նպաստ, մենք միաժամանակ առաջարկում ենք ծննդյան միանվագ նպաստի չափերի հետ կապված կատարել համահարթեցում և այսօրվա դրությամբ առաջին և երկրորդի համար տրվող 300,000 դրամները, երրորդ և չորրորդի համար տրվող 1 միլիոն դրամների և հինգերորդ և հաջորդի համար տրվող 1,5 միլիոն դրամների փոխարեն բոլորի համար սահմանել նույն չափը, այն է 500,000 դրամ։